Պարոն Հակոբյան, ուրեմն այսօր իր ասուլիսում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ձեզ է անդրադարձել, երբ որ ավելի վաղ դուք նրան մեղադրել եք, թե ստում է իր այն հայտարարության մեջ, երբ որ ազգային ժողովում ասել էր, թե 44-օրյա պատերազմի խնդիրներից մեկն այն էր, որ պահեստազորը այդքան էլ մարտունակ չէր։ Երբ որ մեղադրել եք նրան այս հայտարարության համար, որ նա ստում է, հիմա այսօր նա էլ ձեզ է արձագանքել, ասում է, որ հորդորում եմ լռել ու ձայն չհանել, որովհետև դա հենց իրենց գործունեության արդյունքն ու հետևանքն է եւ ամբողջ պատասխանատվությունը դուք այդ ժամանակվա ղեկավարությունն էր բանակի։ Նրանց վրա է պատասխանատվությունը, ինչ կասեք այս մասին։ Ոչինչ, դուք էլ ասեք։ Ինչպես եք վերաբերվում այս հայտարարությանը, որքանով եք պատասխանատու համարում։ Ինչու է ձեզ հորդորում լռել։ Հարցրեք իրեն։ Ես չեմ լռել ու չեմ լռելու։ Դուք ձեր պատասխանատվությունը այստեղ տեսնում եք, ինչպես Պաշտպանության նախարարն է ասում, այս նրա տեսակետը կիսում եք։ Ինչ տեսակետ։ Դե որ ասում է, որ հենց գլխավոր շտաբի ղեկավարությանն էր պատասխանատվությունը։ Ես եղել եմ պատասխանատու այն ժամանակ, Արցախը կար, Հայաստանը անվտանգ էր։ Պարոն Հակոբյան, այսօր շատ են ասում, որ Հայաստանի բանակը ի վիճակի չէ դիմակայել թշնամուն, եթե ռազմական գործողություններ լինի, այդ պատճառով այսօր են քաղաքականություն են վարում, որ պետք է միայն գնալ խաղաղության, որպեսզի թշնամուն չբարկացնեն, այսպես ասած, նոր գործողությունների չգնան։ Տեղյակ չեմ բանակի վիճակի մասին։ Գնահատական ուսումնասիրություն չունեք որպես գործիչ ռազմական գլխավոր շտաբի պետ։ Բանակից եթե տեղյակ չեմ, ոչ կարող գնահատական տալ։ Պարոն Հակոբյան, հետաքրքիր թե դուք ինչպես եք վերաբերվում այսօր եկեղեցու շուրջ կատարվող զարգացումներին։ Այս մասին ինչ կարող եք ասել։ Դուք որևէ արձագանք չունեք, ինչպես նկատում ենք։ Ինչ պիտի արձագանքեմ դու։ Դե նորմալ համարում եք այն ինչ որ կատարվում է եկեղեցու շուրջ։ Օրինակ որոշ ժամանակ տարիներ առաջ պատկերացնելի էր, որ մի օր կզբաղվենք եկեղեցու պաշտպանությամբ, պես անվտանգային խնդիրները թողած։ Ես դրա մասնագետը չեմ։ Դե որպես քաղաքացի, պարոն Հակոբյան, պարտադիր չի ամեն ինչի մասնագետ լինել։ Հավաքական եկեղեցու հետևորդ եմ եւ դրանով վերջ։ Որ ասում են կաթողիկոսը պետք է փոխվի, այսօր հոգևորականները հիբրիդային պատերազմ են տանում, այսպես են մեկնաբանում իրենք։ Չեմ կարող քաղաքական հարցերին պատասխանել, որտեղ քաղաքականություն շեռու մարդ է։ Դա քաղաքական չէ, դա բոլորիս է առնչվում ու մեր եկեղեցուն։ Դա քաղաքական է ցավ։ Պաշտպանում եք հայ առաքելական եկեղեցուն կաթողիկոսին։ Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Եվ վերապարն է։ Լավ, իսկ ըստ միջև ուր կգնան հայ եկեղեցու հարցում, ինչ որ կարմիր գծեր կան այսօր, պարոն Հակոբյան։ Տեղյակ չեմ, ես դրան ոչ ունակություն եմ դա վերլուծել ես գնահատական եւ քաղաքականություն շատ հեռու մարդ։ Պարոն Հակոբյան, ախր սրանք քաղաքական հարցեր չեն, մեր եկեղեցուն բոլորիս է վերաբերվում։ Ձեզ շատ թույլ կարծիք ունեք, որ դա քաղաքական չի, դա Դե փորձում են քաղաքականացնել, բայց սա հենց ուղիղ մեզ է առնչվում։ Իհարկե փորձում են քաղաքականացնել։ Ինչու՞ է ձեզ առնչվում։ Դուք Դե մեր եկեղեցուն է, հենց մեր հավատին։ Եղեք հետևորդ եւ եկեղեցին կլինի ասասա։ Եղեք այնպեսին ինչպես դուք ցանկանում եք, եկեղեցին բերել ձեր մեջ, ոչ մեկը ձեր չի կարող եկեղեցին ձեր մեջից անի։